Ինչ տվեց այս զույգի սենց ակտիվանալը, առաջ գալը, բան, ինչ տվեց, ինչ եղավ։ Գիտեք ինչ, ավելի շատ իրենց դեմքը բացեց։ Ավելի շատ վարկաբեկեց։ Եթե մենք լսում ենք, գիտեք, կոռեկտության ասում եք մեր կոռեկտությունը, հա, մեզ խանգարում է։ Դասեր տվեց, վիրավորեց, չգիտեմ ինչեր արեց, հա, սահմանները անցնելը։ Ուղղակի գետինն ես մտնում, եթե այսպես ավելի լայն ես մտածում, որ սա քո երկրի վարչապետն է, իր կինն է, այս ոնց է ներկայանում, ինչու որոշեցի այս զույգով։ Գիտեք ինչ, իրենք իմ կարծիքով նախ դրանով մեզ նորից նվաստացնում են ժողովրդին, եթե ժողովրդին, եթե չգիտեմ ոչի լես անվանում եւ այլն, դա ուղղակի վիրավորանք է ժողովրդին, վիրավորում են։ Հիմա սա ավելի թույլատրում է, գիտեք, մարդկանց։ Չէ, ինչու միասին, դա եմ հարցնում։ Միասին, որովհետեւ ամեն ինչ իրենք միասին են անում, ամեն ինչ ծրագրավորված է։ Սա իրենք հրահանգներ են կատարում, միաժամանակ նաեւ Թուրքի աչքին իրենք ինչ են ուզում ցույց տալ։ Տեսեք ձեզ ոնց ենք ծառայում, հա։ Ամեն ինչ անում ենք, մենք ձեր լավ լակեյներն ենք, իսկական ծառաներն ենք։ Իրենց լավ ծառայելու, հա, այդ իրենց տերերի մոտ, իրենց բարձերես լինելու մասին է, որովհետև իրենք հասկանում են, որ իհարկե բավարար չի միայն Նիկոլի այս արտաքին, ներքին այս բոլոր դրսևորումներն ու հայտարարությունները պիտի անհայտ լի, թե ի սկզբանե տանդեմով են աշխատել։ Գիտեք, ես տպավորություն ունեմ, այդ ուղղակի իմ տպավորությունն է, երբ նայում ենք այդ հեղափոխություն կոչվածի ժամանակ, հիշում եք մի հատ նկար կար, մի պահ կար, ինքը գնաց պատի տակ նստեց այն վիրակապով, այ ճիշտ է, այ որ եկավ ամուսնու ականջին ինչ որ մի բան շշնջաց, ինձ թվում է ինքը ասեց համբալները դուրս են եկել, հա, համբալները հավաքվեցին, որովհետև այսօր այդ բառը ինքը ասում է 1000 ներողություն այդ բառի համար, բայց այն ժամանակվանից իրենք արդեն մարդկանց նկատմամբ այդ դիրքորոշումն են ունեցել, այդպես չի որ փոխվել է, սկզբից եւ ինչու զարմանանք, որ իրենք երկուսով են, իրենք երկուսով այդ գործի մեջ են, եւ ես որպես հոգեբան մի բան ասեմ, այս տեսակի մարդու այս տեսակը, որը միշտ ցանկացած հասարակության մեջ մի 3%-ի չափ լինում է, հա, բարոյական տեսակետից այդպիսի անկում ապրած, այդպիսի ուրեմն հոգեկան առանձնահատկություններ ունեցող, իրենք առհասարակ մարդկային էմոցիոնալ կապվածություններ չեն ունենում, հա, էմոցիոնալ կապվածություններ չեն ունենում, իրենք կարող են ուժեղ կապերի մեջ լինել, եթե իրար հետ նույն գործն են անում։ Այ այդ ես տեսեք իրար հետ թեժ իրար հետ թեժ էին հրատարակում, իրար հետ է եղել սրանց գործունեությունը հիմնականում։ Գուցե ինչ որ պահերի կինը չի երևացել, հա, այսպես, բայց իրենք համագործակցող մարդիկ են։ Այս տեսակի մարդկանց ավելի շատ կապում է համագործակցությունը, համատեղ ուրեմն գործած հանցանքները, քան թե էմոցիոնալ ինչ որ կապեր։ Այս կարգի մարդիկ, ուրեմն ես նորից եմ կրկնում, խորքային մարդկային կապվածություններ չեն ունենում։ Ինչու եկեղեցու դեմ այս այլանդակ հարձակումը կազմակերպեցին։ Ուրեմն սկզբից Իդեպ համարժեք է պատասխանը, եթե նկատենք թե Աճապահյանը ինչ բերեց սրանց գլխին։ Ուրեմն ես ձեզ ասեմ, սկզբից եկեղեցու դեմ ուրեմն եղել է շատ ուրեմն տգեղ, գարշելի, այո, գարշելի եթե հետ գնանք առհասարակ իր ծնված օրից ինչպես որ թերթը ստեղծել է, միշտ դա ակնհայտ եղել։ Ահա, եւ ինքը որպես շատ լավ թուրքերի կողմից ընտրված կադր, շատ լավ, ուրեմն իր այդ գիծը առաջ է տանում, բայց հիմա որ միանգամից էս արշավը սկսվեց, դա ուրեմն մարդիկ ասում են եւ չի կարելի չհամաձայնել, սկսվեց դրանց այդ Փաշազադեի ուրեմն ելույթներից հետո, չէ, հիմնականում, այսինքն մենք հասկանում ենք, որ սա էլ է հրահանգ։ Իրենց երևի այսպես լավ ականջները ոլորել են, ասել են մի հատ հիմա էլ էս եք անում, հա, եկեղեցուն։ Իսկ եկեղեցին մենք շատ լավ գիտենք, որ մեր ազգային հենասյուներից մեկն է, գիտեք, տարիներ առաջ ես այսպես մի հետազոտություն է իրականացնում ազգային ինքնության հետ կապված, եւ ով եմ ես հարցին, դա այդպիսի հետաքրքիր մեթոդիկա կա, հա, ստուգման, մարդիկ ինչ էին ասում, շատ շատերը ոչ թե ասում են ես հայ եմ, ասում են ես հայ քրիստոնյա եմ։ Այսինքն մեր ինքնության մեջ հայը, հայկականությունը եւ քրիստոնյա լինելը
ահա այս հազարամյակների ընթացքում, երբ մենք ընդունել ենք քրիստոնեությունը, եկել են մի տեսակ ինքնության մեջ միաձուլվել են իրար հետ։ Դրա համար, երբ դիպչում են մեր եկեղեցուն, ես մարդիկ գիտեմ, ովքեր մինչև այսօր այսպես լռնում են Նիկոլի առածներին, փորձում են ինչ որ արտարացումներ, իհարկե անհետ արտարացումներ գտնել, արդեն մի տեսակ այսպես նայում են դեմքիդ, ասում են, վայ, եկեղեցուն է կպել, բա ինչ պիտի աներ, սկզբից եւ այդ կպել էր, որովհետեւ այն հիմնասյուներից կացին նռած, ուրեմն մեզ արմատախիլ են ուզում անել, ինչ որ չափով իրենց հաջողվել է, ինչ որ չափով, բայց դուք այսօր մի բանաստեղծություն, մի երգ անպայման մենք եւ այսպիսի ուրեմն գիտեք, չէ, մեր ժողովրդի սրտից հայրենիքը հնարավոր չի հանել, մենք ժամանակավորապես կարող է, այսպես խեղճանանք, փորձությունների ենթարկվենք, բայց երբեք մենք դա չենք անի։ Գիտեք, Սարդարապատի հերոսամարտի ուրեմն տարելիցներ, չէ, մի քանի օր առաջ ես կրկին ուշադիր լսեցի Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սևակի այդ համատեղ խանճարեղ ուրեմն գործը, եւ այդտեղ Պարույր Սևակի ուրեմն խոսքերը նախ այդ որ ասում է երբ չի լինում ելքուճար խենթերն են գտնում, չէ, հնար եւ կրկներքի այդ խոսքերը, որը ինձ ուղակի ցնցում է եւ շատ կարեւոր խոսքեր են, ասում սերունդներ, ձեզ ճանաչեք Սարդարապատից։